Տարիներ շարունակ տարածաշրջանի երկրների քաղաքական համակարգը հիմնված է եղել ատելու, մեկը մյուսի հետ հակամարտության մեջ մտնելու վրա։ Խաղաղության պայմանագրից խոսելիս ընդգծել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Կարողանում ենք մենք այդ բանը փոխել, կոտրել, որ ժողովուրդ պետք է ապրենք մեր տարածաշրջանում, պետք է ապրենք մեր հարևանների հետ եւ այլընտրանք չկա։ Ադրբեջանում կարծում եմ հələ այդ քաղաքական կամքը կամ այդ գիտակցումը, այդ տրամաբանությունը չկա, որ պետք է, այո, հնարավոր է ապրել մի երկրում, որը ունի այն կարգը, որը որ ունի հիմա Ադրբեջանը, առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրանց համար իմ ընկալմամբ դա դժվարություն է։ 2020 թվականից հետո առնվազն մի քանի անգամ Հայաստանին փորձում էին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ, նշում է Ալեն Սիմոնյանը։ Հիշեք 90-ականներին, խնդրում եմ հիշեք, էլի, բացեք, դու լավ հիշողություն ունես, փորձառու լրագրող, դուք էլ շատ չէ հիշեք հələ, էլի, 91, 93, 94 թվականից հետո հələ մի հատ հիշեք, երբ որ հակառակ իրավիճակներ, թե ինչ էր կատարվում եւ ինչ իրավիճակ էր եւ ինչ շարունակություն ունեցավ եւ ինչ արեցինք մենք։ Ու հիշեք ու համեմատեք, եւ ասեք, հիմա մենք այս պատերազմից 20 թվականից այս կողմ արդեն 4 տարի է անցել, ինչ ինչերի ենք հասել եւ ինչ արդյունքներ ունենք։ Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ ԱԺ նախագահի խոսքով այս մասնակցությունը որևէ կերպ չի կարող կապ ունենալ Եվրամիության կամ այլ հարցերի հետ։ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի, հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ որ մի երկրի այլ քայլ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Ազգային ժողովի խոսնակը տեղեկացրեց նաև, որ էթիկայի մշտական հանձնաժողով կստեղծվի, այն կարևոր դեր կունենա խորհրդարանում կարգապահական խնդիրները քննարկելու եւ լուծելու համար։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք փաստի առաջ չկանգնենք։ Ազգային ժողովի նախագահը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց նաև Գյումրու քաղաքապետի հետ կապված հարցերին։